Տաթև պարբերաբար անդրադարձել եք թեմայի, նաև հենց վճռի հրապարակման օրը որոշման կալանքի կարաձգման ձեզ համար հասկանալի չեն պատճառները, այստեղ մենք հանդիպեցինք Հարությունյանին, մեղադրող դատախազին, փորձեցինք իրենից ճշգրտել տեսակետը արդյոք Լիդիան քաղբանտարկյալ է թե ոչ, իհարկե հասկանալի է պատասխան չեղավ, խնդրեց դիմել մամուլի բաժին, ամեն դեպքում ինչու են հակված հենց Լիդիայի հանդեպ այս մոտեցումը ցուցաբերել ավելի խիստ։ Տեսեք, ես ինքս ունեմ այլ մտածումներ, Լիդիան ունի այլ մտածումներ, բայց նույնիսկ մենք պաշտպանական թիմով երբ որ քննարկում ենք, չենք կարողանում այդ ծանրակշիռ հիմնավորումը գտնել։ Ես բազմիցս նշում եմ, որ իմ պատկերացմամբ այստեղ այս բացահայտ ցինիզմը, բացահայտ տարբերակվածությունը նպատակ ունի մի կողմից, կառավարության կողմից, իշխանության կողմից այս ֆեմինիզացիայի ալիքի ներքո, երբ որ առերևույթ թվում է, թե խրախուսվում են ուժայիններում կանանց ներգրավվածությունը, քաղաքական պրոցեսներում կանանց ներգրավվածությունը, այսպես ձևակերպում տալ փորձելով սիրաշահել օրինակ բնակչության մեծամասնություն համարվող կանանց, բայց մյուս կողմից էլ հենց հակառակ կնոջը այսպիսի խոշտանգումների են ենթարկում, ասելու որ տեսեք կանայք, եթե դուք հանկարծ որոշել եք մտնեք քաղաքական պրոցեսների մեջ զբաղվեք իրավապաշտպան գործունեությամբ, մեկ անգամ ավել մտածեք, որովհետև կարող եք Լիդիայի ճակատագիրը ձեզ էլ արժանանալ։ Իմ համար այս է գլխավոր պատճառը, որ հենց Լիդիան մնաց Սրբազանի հետ միաժամանակ, երկրորդով պատճառներն են իմ համար Սրբազանին ցավեցնելու, մյուս տղամարդկանց ասելու եւ այսպես մեսիջ հղելու, որ մենք նույնիսկ ձեր ոչ մի արդեն կարմիր գիծ չունենք ու այդ հետևից ենք նար։ Եվ իհարկե Լիդիայի պատճառաբանությունն էլ ինքը ակնարկեց իր ելույթում, որ կապված էր Վահագն Ալեքսանյանի հանգուցյալ մոր միջադեպի հետ, որը ասում է գուցեև շատ ցավոտ են տարել եւ հենց այս եղանակով են փորձում պատժել։ Բայց ուզում եմ ասեմ, որ երեք հանդիպել եմ հենց Լիդիային, ինքը ասաց, որ այս հալածանքներով իրեն կոտրել չի ստացվի։